Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր խոսելու ենք այն թեմայի մասին, որը բառացիորեն ամեն օր ռեկորդներ է սահմանում, դա իհարկե արհեստական բանականության մասին է։ Դեռ վաղ անցյալում արհեստական բանականությունները կարողանում են պատասխանել շատ հասարակ հարցերին, այդ մեծ վերլուծություններ դեռ չեն կարողանում անել, բայց հիմա արդեն արհեստական բանականությունը կարողանում է պատասխանել համարյա բոլոր հարցերին ու շատ մեծ քանակությամբ վերլուծություն է անում։ Այսօր հերթով կգնանք ինչ ասպեկտներում են օգտագործում արհեստական բանականությունները եւ ապագայում իմ կարծիքով որտեղ կարող է օգտագործվել եւ ինչ կլինի առհասարակ արհեստական բանականության հետ։ Եվ այսպես գնացինք։ Ամենաառաջինը արհեստական բանականությունը իհարկե բոլոր մարդկանց համար մակերեսորեն օգտագործվում է հասարակ հարցերի պատասխանի համար։ Օրինակ լինում է դեպքեր, որ դու ուղղակի ինչ-որ հարց ես գրում, արհեստական բանականությունները ակնթարթորեն կարողանում է պատասխանել քո այդ հարցին, քեզ էլ պետք չի լինում ինչ-որ պոիսկովի սայթերով, Google-ով կամ Yandex-ով այդ հարցի պատասխանը գտնել, 1 ժամ փնտրել, գտնել, հասկանալ այդ հարցի պատասխանը, արհեստական բանականությունը ավելի արագ քեզ այդ հարցի պատասխանը տալիս է, բայց հիմա ավելի շատ սկսել են օգտագործել արհեստական բանականությունը վիդեո գեներացնելու եւ նկարներ գեներացնելու մեջ, ուղղակի դու գրում ես, տեքստ ես գրում, ինչ վիդեո ես ցանկանում, արհեստական բանականությունը քեզ միանգամից այդ վիդեոն տալիս է, դա իհարկե բնականին մոտիկ չի, եղել են դեպքեր, որ ֆիլմերում էլ են փորձել արհեստական բանականությունը օգտագործել սպեցիաֆեկտներ ստանալու համար կամ չգիտեմ ինչ-որ սցեն ստանալու համար, բայց ժամանակի ընթացքում հասկացան, որ արհեստական բանականությունը այն էմոցիան չի տալիս, ինչը որ մարդը կարող է տալ եւ իհարկե հանդիսատեսը սպասում է ֆիլմերում այդ էմոցիաները, հենց այդ պատճառով է, որ հիմա ֆիլմերում շատ մեծ քանակությամբ չեն օգտագործում արհեստական բանականությունը, բայց ասում եմ նորից, որ վիդեո գեներացնելու, նկար գեներացնելու մեջ շատ են օգտագործում եւ իհարկե հազարավոր նմանատիպ սայթեր, պլատֆորմներ կա, որտեղ դու կարող ես արհեստական բանականությունով վիդեո գեներացնել եւ նկար գեներացնել, օրինակ ինչու՞ չէ Banana-ն եւ VO3-ին, երկուսն էլ Google-ին են պատկանում եւ երկուսն էլ շատ լավ վիդեո են գեներացնում եւ նկար են գեներացնում։ Արհեստական բանականությունը նաև օգտագործվում է մեծ քանակության բժշկության մեջ ու կարելի ասել մեծ աճ ունի բժշկության մեջ։ Բժիշկները օրինակ կարող են մեծ քանակությամբ ինֆորմացիա տալ արհեստական բանականությանը, նա ինքը րոպեների ընթացքում ուսումնասիրի եւ քեզ պատասխան տա, որի համար ուղղակի հասարակ բժիշկներին պետք է, չգիտեմ, շաբաթներ կամ ինչու՞ չէ նաեւ ամիսներ այդ ինֆորմացիան վերլուծելու համար, հենց այդ պատճառն է, որ վիրուսներ, նոր դեղամիջոցներ ստեղծելու համար շատ են օգտագործում արհեստական բանականությունը, որովհետեւ ինքը վերլուծությունը շատ արագ է կատարում, քան մարդը բժշկության մեջ իրոք շատ մեծ աճ ունի արհեստական բանականությունը, բայց ամենամեծ աճը, որ ես տեսնում եմ արհեստական բանականության մեջ, դա իհարկե ռոբոտաշինության մեջ է։ Գոմանոիդ ռոբոտները, որը հիմա շատ են սկսել փորձել արտադրել ու նախատիպերը գնում են, Tesla Optimus-ը, Չինաստանում են գումանոիդ ռոբոտներ արտադրում, Եվրոպայում են գումանոիդ ռոբոտներ արտադրում, բայց եկեք խոսենք Tesla Optimus-ի մասին, որը ինքը գումանոիդ ռոբոտ է, մարդանման ռոբոտ է ու ինքը ծառայելու է հենց մարդկության համար, այսինքն ինքը կարող է քո տան աշխատողը լինել, ինքը տան բոլոր գործերը անի, ժամանակի ընթացքում ինչու՞ չէ նաև քո փոխարեն գնա խանութ առևտուր անի, երեխայդ տանի դպրոց, երեխայդ մանկապարտեզից դպրոցից վերցնի բերի, այդ բոլոր ֆունկցիաները ժամանակի ընթացքում ես կարծում եմ գումանոիդ ռոբոտների մեջ կլինի ու հենց այդ պատճառով շատ մեծ պահանջարկ կլինի գումանոիդ ռոբոտների համար, որովհետև մարդիկ կարող աշխատանքի բերումով այդ բոլոր գործողությունները չեն հասցնում անել, հենց այդ պատճառով գումանոիդ ռոբոտների պահանջարկը շատ մեծ կլինի, բայց ես կարծում եմ, որ մարդկային գործոնը իրոք պարտադիր է բոլոր, առհասարակ մանավանդ երեխայի կյանքում մարդկային գործոնը պարտադիր է, որովհետև այդ ջերմությունն ու այդ էմոցիաները ինքը պետք է ստանա իր ծնողներից։ Ես հենց այդ պատճառով կողմ չեմ, որ
գումանոիդ ռոբոտները այդ բոլոր պահանջները իրենք կարողանան կատարել, իհարկե պետք է սահմանափակում գումանոիդ ռոբոտներին, որովհետև երեխան իրոք պետք է ծնողների ջերմությունը ու պետք է որ ծնողները ավելի շատ ուշադրություն դարձնեն երեխային, ինչ աշխատանք ուզում է կատարեն, ինչքան աշխատանք ուզում է կատարեն, միշտ երեխան պետք է լինի այդ մեծ ժամանակ պետք է միշտ տրամադրես երեխային, բայց հիմա աշխարհը զարգանում է, հիմա աշխարհը գնում է դեպի այդ կողմ, որ իրոք հումանոիդ ռոբոտները մոտակա ես մի փոքր ավելով ասեմ, բայց մոտակա 5 տարվա ընթացքում շատ մեծ քանակությամբ կլինեն հումանոիդ ռոբոտներ։ Իհարկե արհեստական բանականությունը նաև օգտագործում է մեքենաների մեջ, տիեզերանավերի մեջ, մեքենաների մեջ մենք գիտենք Տեսլան, որ ինքը առանց վարորդ շարժվում է, կան Չինաստան տաքսիստներ նույն ձև տաքսիներ առանց վարորդ գնում են, Ամերիկայում կան առանց վարորդ, որոնք շարժվում են, նմանատիպ պրոյեկտներ շատ կան արհեստական բանականության հետ կապված, բայց ամենակարևորներից մեկը, որ հիմա կարծում եմ փորձում են այդ մեխանիզմը ներմուծել, իհարկե արհեստական բանականության հետ կապված դեմքի ճանաչումն է, որ մարդու արհեստական բանականությունը կամերանայի միջոցով մարդու դեմքը ճանաչում է, մարդու բոլոր ինֆորմացիան բերում է, ինքը ինչ կարգապահություն ունի, իրան ոնց է պահել, դատվածություն ունի, չունի կամ առհասարակ մարդու կենսագրությունը բերում են ու հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մոտ երևի 20 կամ 30 տարվա ընթացքում այդ ձևով կփորձեն մարդկանց դասակարգել ու ըստ դասակարգումից ելնելով մարդկանց ավելի շատ, չգիտեմ, ով ավելի մեծ գնահատականներ լինի, կունենա իրան ավելի ուրիշ ճանապարհով կտանեն, ով մի փոքր թույլ գնահատական ունենա, իրան ուրիշ ճանապարհով կտանեն, այսինքն այն քիչ գնահատական ունեցող մարդկանց համար կարող է ինչ-որ մի բաներ արգելեն, քան այն բարձր գնահատական ունեցող մարդկանց համար։ Ես կարծում եմ, որ ապագան իրոք կարող է դրանք տանել, որ մարդկանց սկսեն դասակարգել։ Ես իհարկե կողք չեմ այդ ամեն ինչից, որովհետև մարդիկ ինչքան ուզում սխալ գործածելն, բնականաբար իրանք ուղղվելու ճանապարհ ունեն ու պետք է գնալ այդ ճանապարհով, բայց ենթադրում եմ, որ նմանատիպ գործողություններ կկատարեն հենց այդ պատճառով, որ մարդիկ փորձեն ուղղվելու ու գնան ուղղված ճանապարհով։ Ես կարծում եմ, որ մոտակա մոտորապես 50 կամ 30-ից 50 տարվա ընթացքում իհարկե այդ պրոյեկտը մտնելու է աշխարհով մեկ, դեռ սպասենք, ես իհարկե նմանատիպ ցանկություն չունեմ, բայց կարծում եմ, որ կգա այդ ամեն ինչին ու ամենակարևորը արհեստական բանականության մեծ լեսարան չտալ, այսինքն իրան չթողնել ամեն ինչ անի, որովհետև արհեստական բանականությանը եթե բացես իրան, ինքը ամեն ինչ կարող է ուսումնասիրել ու ամեն ինչ անել ու սահմանափակումներ իրան չլինի, ես կարծում եմ դա շատ մեծ աղետալից կլինի մարդկության համար, որովհետև ֆիլմերից մենք բոլորս ենք առհասարակ տեսնում, որ արհեստական բանականությունները եթե իրան բացում ես, ինքը իրոք շատ աղետալից է լինում ու փորձը ցույց է տալիս, որ ֆիլմերը իրոք անցյալում եղած ֆանտաստիկ ֆիլմերը իրոք հիմա արդեն մեծ ցույց են տալի անցյալում եղած ֆիլմերը, որ հիմա իրոք այդ ամեն ինչը իրագործում, այդ ամեն ինչը կա, անցյալում օրինակ տեսած կլինենք առանց վարորդ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմեր առանց վարորդ մեքենաներ ու հիմա արդեն տեսնում եք առանց վարորդ մեքենաներ ու նմանատիպ բաներ ես կարծում եմ մոտ ապագայում կլինի, ինչը հիմա մենք պատկերացնում ենք իրոք ֆանտաստիկ, բայց արհեստական բանականությունները անսահման լավ կողմերը լինի, ինչու՞ չէ նաև ես կարծում եմ արհեստական բանականության միջոցով կարող են սև մատերիալ եւ սև էներգիան գտնել, որը մարդկության այն գագաթնակետը կարող է հիմա լինել, իր զարգացման գագաթնակետը կարող է լինել, եթե գտնեն սև մատերիալ, իհարկե դա շատ մեծ ճանապարհ կլինի դեպի շատ մեծ զարգացում ու ինչու՞ չէ նաև ամբողջ գալակտիկան ուսումնասիրելու հետ կապված, որովհետև ես ենթադրում եմ, որ սև մատերիալն այն մատերիալն է, որը մեծ կարող է օգնել ամբողջ գալակտիկան ուսումնասիրելու համար։ Այսօր այսքանը, եթե հարցեր ունեք արհեստական բանականության հետ կապված, անպայման մեկնաբանությունում գրեք, եթե ինչ-որ մի բան բաց են թողել արհեստական բանականության հետ կապված նշել, անպայման այդ գրեք, կարող է ես չգիտեմ, դուք ինձ կարող եք ուղղել, ես
իհարկե կկարդամ բոլոր հարցերին մեծ սիրով կպատասխանեմ, եթե ունեք նախընտրած տեսահոլովակ, որ կցանկանաք ես այս ֆորմատով նկարահանեմ, անպայման մեկնաբանությունում նշեք, կփորձեմ ձեր կարծիքները ու առասարակ ձեր ցանկությունները բավարարել, այնպես որ այսքանը մեկնաբանությունը կսպասեմ ձեր կարծիքներին։ Պակա-պակա։